Ավետարան ըստ Ղուկասի 1 Նախաբան Քանի որ շատերը ձեռնարկեցին շարադրել մեզանում կատարված դեպքերի պատմությունը, ինչպես մեզ ավանդեցին նրանք, որ սկզբից խոսքի ականատեսներն ու սպասավորները եղան, ես էլ, որ սկզբից ստուգաբանությամբ հետամուտ էի եղել ամեն բանի, կամեցա կարգով քեզ գրել, ով գերազանցդ Թեոփիլե, որպեսզի ճանաչես ճշմարտությունն այն խոսքերի, որոնց աշակերտեցիր, Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը։ Հրեաստանի Հերովդես թագավորի օրով Աբիայի քահանայական ընտանիքից Զաքարիա անունով մի քահանա կար, որի կինը Ահարոնի դստրերից էր։ Նրա անունը Եղիսաբեթ էր, եւ երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների եւ օրենքների ճանապարհով։ Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր եւ երկուսն էլ իրենց առաջացած տարիքում էին։ Եվ մինչ Զաքարիան Աստծու առջև իր քահանայական պաշտոնն էր կատարում, իր կարգի օրերը հասած լինելով, ըստ քահանայության օրենքի նրան վիճակվեց մտնել Տիրոջ տաճարը եւ խնկարկել։ Եվ խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած, եւ Տիրոջ հրեշտակը երևաց նրան, խնկերի սեղանի աջ կողմում կանգնած։ Երբ Զաքարիան նրան տեսավ, խռովվեց, եւ վախ ընկավ նրա մեջ։ Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ։ Քո կինը Եղիսաբեթը մի որդի կծնի քեզ, եւ նրա անունը Հովհաննես կդնես։ Նա քեզ համար ուրախություն եւ ցնծություն կլինի, եւ շատերը կուրախանան իր ծննդով, որովհետև նա Տիրոջ առաջ մեծ կլինի։ Գինի եւ օղի չի խմի, եւ մոր որովայնից սկսած Սուրբ Հոգով կլցվի, եւ Իսրայելի որդիներից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը։ Նա Եղիայի հոգով եւ զորությամբ պիտի գնա նրա առաջից, որպեսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի, ու անհնազանդներին արդարների իմաստնությանը, Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու։ Եվ Զաքարիան ասաց հրեշտակին. Ես ինչ կերպ կիմանամ այդ, քանի որ ես ծեր եմ եւ կինս էլ առաջացած տարիքում է։ Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. Ես Գաբրիելն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ։ Ես ուղարկվեցի խոսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ ավետելու։ Եվ ահա դու համր կլինես եւ չես կարողանա խոսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ կիրականանան իրենց ժամանակին։ Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային, զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել, եւ նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։ Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։ Այդ օրերից հետո նրա կինը Եղիսաբեթը հղիացավ։ 5 ամիս նա թաքցնում էր ինքն իրեն եւ ասում. Այսինչ բան արեց Տերը ինձ, իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա, վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից։ Հիսուսի ծննդյան ավետումը 6-րդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ, Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը գալով նրա մոտ ասաց. Ուրախացիր, ով շնորհակալ, Տերը քեզ հետ է։ Իսկ նա այս խոսքերի վրա խռովեց եւ մտքում խորում էր, թե ինչ բան էր այս ողջույնը։ Եվ հրեշտակը նրան ասաց. Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհք գտար, եւ ահա դու կհղիանաս
եւ կծնես մի որդի, ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տեր Աստված նրան կտա նրա հոր Դավթի աթոռը, եւ նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությունը վախճան չի ունենա։ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. Ինչպես այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում։ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. Սուրբ Հոգին կգա քո վրա եւ Բարձրյալի զորությունը Հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնվելու, Սուրբ է եւ Աստծու որդի կկոչվի։ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը, նա եւս հղի է իր տերության մեջ, եւ այս հղիության 6-րդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչված, որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկա։ Եվ Մարիամն ասաց. Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։ Մարիամի այցելությունը Եղիսաբեթին։ Այդ օրերին Մարիամը վեր կացավ եւ շտապով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, մտավ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջույն տվեց։ Եվ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում։ Եվ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. Օրհնյալ ես դու կանանց մեջ, եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում, եւ երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն։ Մարիամի օրհներգությունը։ Եվ Մարիամն ասաց. Իմ անձը կփառավորի Տիրոջը, եւ իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով, որովհետև նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա։ Եվ ահա, այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան, որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը Սուրբ է։ Նրա ողորմությունը սերնդից սերունդ իր երկյուղածների վրա է։ Նա իր բազուկով զորություն ի գործ դրեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, հզորներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին, քաղտածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։ Նա պաշտպան կանգնեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին, Աբրահամին եւ նրա սերնդին, հավիտյան։ Մարիամը գրեթե 3 ամիս մնաց Եղիսաբեթի մոտ եւ դարձավ իր տունը։ Հովանես Մկրտչի ծնունդը եւ թլպատումը։ Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակ լրացավ, եւ նա մի որդի ծնեց, եւ նրա շուրջը գտնվողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տերն իր մեծ ողորմությունը ցույց տվեց նրա հանդեպ եւ ուրախանում էին նրա հետ։ Եվ 8-րդ օրը եկան մանկանը թլպատելու, եւ նրան իր հոր անունով Զաքարիա էին կոչում։ Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց. Ոչ, այլ Հովանես պետք է կոչվի։ Նրան ասացին. Սակայն քո ազգատոհմի մեջ չկա մեկը, որի անունը Հովանես լինի։ Նշանածի ակնարկեցին նրա հորը, թե ինչ կկամենա նրան կոչել։ Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց. Դրա անունը Հովանես է, եւ բոլորը զարմացան, եւ իսկույն նրա բերանը բացվեց ու նրա լեզուն նույնպես, եւ խոսում էր ու օրհնում Աստծուն։ Եվ ահ հնգավ բոլորի մեջ, որ լսեցին այս, եւ նրանց մեջ, որ բնակվում էին նրանց շուրջը, եւ Հրեաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմվում էին։ Եվ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամենը եւ ասում էին. Արդյոք ինչ կլինի այս մանուկը։ Եվ Տիրոջ ձեռքը նրա հետ էր։ Զաքարիայի օրհներգությունը։ Զաքարիան, նրա հայրը, Սուրբ Հոգով լցվեց
մարգարեացավ եւ ասաց. Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ այցի եկավ մեզ եւ փրկություն բերեց իր ժողովրդին։ Եվ իր ծառա Դավթի տնից մեզ համար մի հզոր փրկիչ անեց, ինչպես որ խոսել էր սրբերի բերանով, որոնք հին դարերում նրա մարգարեներն էին։ Փրկություն մեր թշնամիներից եւ բոլոր մեզ ատողների ձեռքից, ողորմություն անելու համար մեր հայրերին եւ հիշելու իր սուրբ ուխտը, այն երթումը, որ արել էր մեր հորը Աբրահամին, որպեսզի թշնամիների ձեռքից փրկված կարողանանք առանց երկյուղի ծառայել նրա առաջ, սրբությամբ եւ արդարությամբ մեր կյանքի բոլոր օրերում։ Եվ դու ով մանուկ, բարձրյալի մարգարեն պիտի կոչվես, որովհետև պիտի գնաս Տիրոջ առաջից, պատրաստելու նրա ճանապարհները, տալու նրա ժողովրդին փրկության գիտությունը, նրանց մեղքերի թողության համար, մեր Աստծու գթառատ ողորմության շնորհիվ, որով բարձունքից արեգակը մեզ կայցելի ծագելու նրանց վրա, որոնք նստած են խավարի եւ մահվան ստվերի մեջ, ուղղելու մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհները, եւ մանուկը աճում ու զորանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղում, մինչև Իսրայելում նրա երևալու օրը։